Հասարակության ձայնը մեր եթերում, հարթակ։ Բարի օր, հանրային ռադիո եթերում հասարակական կարծիքի ուսումնասիրման կենտրոնի հարթակ հաղորդաշարն է։ Այս քննարկման ընթացքում անդրադառնալու ենք մասնագիտության ընտրությանը, հատկապես միջին մասնագիտական կրթության պարագայում։ Հայաստանում ըստ նախորդ տարվա պաշտոնական տվյալի աշխատանք է փնտրում մոտ 65,000 մարդ, ընդ որում գրեթե 18%-ով աճել է գործազրկության ցուցանիշը։ Աշխատանք փնտրողների մոտ 30%-ը երիտասարդներ են։ Գործազուրկների թվի աճը պայմանավորված է նրանով, որ մարդկանց չեն բավարարում աշխատանքի պայմանները եւ աշխատավարձի չափը։ Որոշիչ գործոն է նաեւ աշխատանք փնտրողների որակավորման ցածր մակարդակը։ Ինչու ենք անգամ միջին մասնագիտական կրթության պարագայում ունենում անորակ կադրեր։ Այս մասին ենք քիչ անց տաղավարում զրուցելու մեր հյուրի Երևանի տարածաշրջանային առաջին պետական քոլեջի տնօրեն Պարույր Սանթրոսյանի հետ։ Մինչև մեր զրույցը լսենք հենց միջին մասնագիտական կրթություն ստացողների տեսակետները։ Ես սովորում եմ թարգմանություն եւ արխիվավարություն բաժնում։ Ես որոշման մեջ այդքան համոզված չէի եւ որոշմանս մեջ մեծ դեր է ունեցել իմ մայրիկը։ Ես չէի տեսնում իմ ապագան որևէ մասնագիտության մեջ, այդպես պատճառով ես իմ ապագան լիովին վստահեցի իմ մայրիկին։ Ես իմ ապագան այս բնակավարում չեմ տեսնում, քանի որ իմ համար այն հին գործ է համարվում։ Ճիշտ է, նա հետաքրքիր մասնագիտություն է, բայց ես նրա մեջ չեմ գա։ Ես սովորում եմ թարգմանություն եւ արխիվավարություն բաժնում։ Այս մասնագիտության հետ կապված ինձ խորհուրդ տվեցին ծնողներս, քանի որ մասնագիտությունը այդքան էլ տարածված չէ եւ այդքան էլ շատ մարդիկ չկան իմ մասնագիտությամբ զբաղվող, այդ իսկ պատճառով մտածեցի, որ միգուցե եւ ես էլ կարողանամ ինչ-որ մի բան, ինչ-որ վերձրում ունենալ այս մասնագիտության մեջ, սակայն չգիտեմ, հետո կշարունակեմ այս մասնագիտությամբ թե ոչ։ Բացը մի փոքրիկ գաղտնիք, երբ եկա այստեղ, ես որոշել էի, որ պետք է դառնամ թարգմանիչ, սակայն այստեղի պատերը, շակերտների մեջ ասված, փոխեցին իմ ներքին համոզմունքը, փորձեցի ինքս հմտանալ այդ գործում, ընդունվեցի դիզայն բաժինը, արդեն 4-րդ կուրս եմ, ունեմ հստակ նպատակ, իհարկե Աստված առաջ, Երևանի պետական համալսարանում արվեստաբանական բաժին, ավելի մոտիկանալու արվեստին, ուսումնասիրելու, կա նաև երկրորդ տարբերակ, ես կարող եմ արտասահմանում անցնել պրակտիկա, իսկ այնտեղի փորձը բերել Հայաստան ու այսպես ապրել թե այնտեղ, թե այստեղ ու ունենալ երկկողմանի շահ։ Կարծում եմ լավ հետևությունների արդյունքում ես կարող եմ աշխատանքի տեղավորվել Հայաստանում, ցանկանում եմ ապրել Հայաստանում ու ինչու՞ չէ նաև զարգացնել, այսպես ասենք արխիվավորությունը Հայաստանում։ Իմ բաժին այնպիսի բաժիններից է, որ մրցակցություն ճիշտ ասած չեմ տեսնում։ Իմ բնավորությունն էլ շատ համապատասխան է իմ մասնագիտությանը ու ես ինքս մրցակցել չեմ սիրում։ Իսկ եթե ավելի անկեղծ չեմ կարծում, որ մեծ գումարներ կարող եմ վաստակել այստեղ Հայաստանում այս բաժնում աշխատելով։ Սկզբնական շրջանում ինձ այդքան էլ դուր չէր գալիս, անդադ ուզում էի փոխել, համոզում էի ծնողներիս, որ փոխենք բաժինը, բայց վերջին կիսամյակում համոզվեցի, որ սա ինձ համար ոչ միայն փոխաշխատելու միջոց է, այլ իմ ընտանիքը, իմ երեխաների ճիշտ դաստիարակելու լավագույն միջոց։ Աշխատաշուկա կա, բայց չեմ կարծում, որ ես այս մասնագիտությամբ կշարունակեմ։ Այլ մասնագիտություն եմ ընտրելու ավարտելուց հետո, սովորելու եմ որպես հոգեբան եւ այդ մասնագիտությունն եմ ձեռք բերելու։ Զրոկուր Սլավոնական համալսարանում եմ սովորում եւ այնտեղից էլ արդեն ըստ բաժինների հետո նշում ենք, թե առաջին համարով որ բաժին ես ուզում եք։ Որոշել եմ գնամ կիրառական ինֆորմատիկայի մաթեմատիկա բաժին, դա ավելի համապատասխան կներ, ճիշտ է, սիրում եմ ճանապարհորդել, բայց ծրագրեր գրել եւ ավելի շատ առարկաներ, որոնք կապված են մաթեմատիկայի, տնտեսագիտության հետ, դրանք ավելի շատ եմ սիրում։ Ուղղակի նախընտրեցի այստեղ քոլեջ գալով, որպեսզի լեզուները ավելի զարգացնեմ իմ մոտ, դրա համար եմ հիմնականում եկել այս քոլեջ։ Օրինակ հիմա զբաղվում եմ սպորտով, հաճախում եմ ֆուտբոլի, բայց ֆուտբոլիստ չեմ ցանկանում դառնալ։ Մտքերս շատ տարբեր են, ցանկանում եմ դառնալ հագուստի մոդելավորող, ցանկանում եմ իմ լեզուների իմացությամբ փորձել մեկնել արտերկիր։ Ծնողներս ուղղորդեցին այլ մասնագիտություն ընտրելու շրջանակում, օրինակ բժշկություն, որ ինձ մոտ բավականին լավ է ստացվում, բայց իմ համառության շնորհիվ ես եկա այնտեղ, որտեղ որ ինձ ավելի շատ դուր է գալիս։
Հարյայի ռադիո եթերում շարունակվում է հարթակ հաղորդաշարը։ Այս պահին իմ հյուրը Երևանի տարածաշրջանային առաջին պետական քոլեջի տնօրեն Պարույր Սանթրոսյանն է։ Բարի օր, պարոն Սանթրոսյան։ Բարի օր։ Շնորհակալ եմ, որ ընդունեցիք մեր հրավերը եւ հյուրընկալվեցիք մեր տաղավարում։ Ես նույնպես շնորհակալ եմ։ Այսօրվա մեր թեման է մասնագիտական կողմնորոշումը։ Պիտի խոսենք այն մասին, թե արդյոք որքանով են երեխաները, պատանիները պատրաստված եւ որքանով են տեղեկացված, ընտրում են արդյոք իրենց մասնագիտությունը մինչեւ ձեզ մոտ հասնելը թե ոչ եւ մի շարք նման թեմաներ։ Պատանիներին մասնագիտության ընտրության հարցում ուղղորդել պետք է արդյոք, եւ եթե այո, ով պետք է դա անի։ Ժամանակին դեռևս թեկուզ իմ սովորելու տարիներին այդ ֆունկցիան հիմնականում դրված էր ծնողների վրա եւ դա որոշում էին ծնողները։ Ծնողներն էին որոշում թե երեխան ուր պիտի գնա սովորելու ու այդ ճանապարհին թե ինչ դժվարություններ էին հաղթահարում, կարծում եմ մեր ծնողները դեռևս հիշում են։ Այսօր ժամանակները փոխվել են եւ գիտեք ինֆորմացիայի այսօրվա դարում կարծում եմ որ հատկապես այն հաստատությունների ճիշտ աշխատանքի դեպքում, որոնց հիմնական գործառույթը դա մասնագիտական կողմնորոշումն է, այդ դեպքում արդեն շատ ավելի հեշտանում է հենց դիմորդների համար ընտրություն կատարել։ Դուք նկատի ունեք այսօր ավելի շատ է ինֆորմացիա եւ նրանք կարող են ինքնուրույն կողմնորոշվել։ Ես կարծում եմ, որ իրենք ոչ միայն ինքնուրույն կարող են, այլ նաեւ պարտավոր են։ Ի վերջո, ես չեմ բացառում ծնողների խորհրդի մակարդակով այդ ամեն ինչը, սակայն ստիպել ծնողների կողմից որևէ մասնագիտություն ընտրել, կարծում եմ, այդ արդեն այսօր սխալ է։ Իսկ հեշտ են առումը, որ այո, այսօրվա մեր երիտասարդությունը ինչքան էլ փորձ են փնովել, շատ ավելի ինֆորմացված է, քան ժամանակին մենք, շատ ավելի բաներ կամ շատ ավելի լավ են գիտակցում։ Միակ թերություն երևի թե որ ունեն այդ որ չեն կարդում, բայց կարծում եմ, որ նրանք հնարավորություն ունեն ճիշտ կողմնորոշվելու ըստ իրենց նախասիրության մասնագիտություն ընտրելու հարցում։ Իսկ արդյոք օրինակ դպրոցը չունի նման պարտավորություններ երեխային ուղղորդել, ցույց տալ, որ կա նման մասնագիտություն, չէ՞ որ ինչքան էլ տեղեկացված լինի, կան մասնագիտություններ, որոնք պետք է փորձել, որպեսզի հասկանալ դա քեզ դուր է գալիս թե ոչ։ Գիտեք, ես չեմ կարող ասել, որ դա դպրոցի ֆունկցիան է, որովհետև եթե խոսքը հիմնական դպրոցի մասին է, այսինքն որը ավարտելուց հետո երեխան ընտրում է թե ինչ ճանապարհով գնա ավագ դպրոց, գնա ուսումնարան, գնա քոլեջ, թե չգիտեմ եւ այլն։ Այս դեպքում ես չեմ կարող ասել, որ դա դպրոցի ֆունկցիան է հենց, բայց ասում եմ, կան մասնագիտական կողմնորոշման կենտրոններ, կան դպրոցներ, որոնք հենց ունեն այդ մասնագիտական կողմնորոշման կենտրոնները, կարիերայի կենտրոններ կան, որոնց նպատակը ծանոթացնելն է այն մասնագիտությունների հետ, ի վերջո, որի մասին գուցե թե երեխաները գաղափար չունեն։ Ասել, որ համակարգը աշխատում է, անկեղծ ասած ես երբեք փորձում եմ չստել, ինչքան հնարավոր է սուտ կլինի, որովհետև եղել է առնչվել եմ եւ այդ մասնագիտական կողմնորոշում ասածը դեռևս նոր սկսում են ինչ-որ քայլեր անել։ Բայց այս առումով շատ օգնում է մարդկանց, չասեմ բնազդը, բայց ասեմ զուտ տեսողական պատկերացումներ։ Տեսնում են երկրում որ ոլորտներն են զարգանում, որ մասնագիտությունը պետք է ընտրել, որպեսզի հեշտ աշխատանք գտնել։ Ավելի շահութաբեր, այսինքն։ Կարող է շահութաբեր, բայց աշխատանք գտնելու առումով հեշտ ավելի աշխատանք գտնել եւ տեսնում են այն մասնագիտությունները, որոնք ավարտելուց հետո այդ ստացած փաստաթուղթը կամ դիպլոմը ընդհանրապես մնալու է իրենց ամբողջ կյանքում որպես բարի հիշողություն անցկացրած ինչ-որ տարիների մասին, ինչ-որ մի ուսումնական հաստատություն։ Մասնագիտություն ընտրելու համար նախ պետք է ճիշտ գնահատել մեր հետաքրքրություններն ու հակումները, ընդունակությունները, գիտելիքներն ու կարողությունները, անձնային առանձնահատկությունները, նաև մեր առողջական վիճակը։ Այս հանգամանքները պետք է հաշվի առնել, որպեսզի հետագայում գտնել համապատասխան աշխատանք։ Արդյոք դուք կոնկրետ հաշվի եք առնում դրանք։ Տեսեք, կա մասնագիտություն, խոհարարություն, որը որոշակի սահմանափակումներ ունի առողջական խնդիրներ ունեցողների նկատմամբ, որովհետև իրենք աշխատում են ծակող կտրող գործիքների հետ եւ բնականաբար չհարասարակշռած մարդկանց պարագայում այդ շատ վտանգավոր է, մանավանդ երբ որ խմբով են այդ ամեն ինչն անում։ 2016-2017 ուսումնական տարվա համար մենք ունեցել ենք դիմորդ եւ 2015 նոր ուսանող, ընդհանուր 500 ուսանողների մեջ։ Բնականաբար նրանց մի մասը գալիս է արդեն կողմնորոշված։ Որոշել է։ Տեսեք, կան մասնագիտություններ, որոնք ընտանեկան մասնագիտություններ կարելի է ասել։ Հայրը ոսկերիչ է, որդին գալիս է ոսկերիչ սովորելու։ Մայրը խոհարար է, տղան գալիս է խոհարարություն։ Ծնողները դերասաններ են, երեխան գալիս է դերասանական արվեստ սովորելու։ Կան մասնագիտություններ, որոնք ծնողները եւ երեխաները գուցե թե միասին մտածում են հաշվի են առնում, թե վաղը ինչ են անելու իրանք։ Արդյոք այս մասնագիտությունն իրանք կօգնի, որպեսզի իրանք վաղը աշխատաշուկայում տեղ գտնեն։ Եվ կան չկողմնորոշվածներ բնականաբար, որոնք գալիս են ասում են, գիտեք, հա, ուզում եք լավ քոլեջ, ուզում եք ինչ-որ մի բան սովորի, այս հարցում արդեն առաջանում է մանավանդ երբ որ քոլեջներում ընդունելությունը բացի արվեստի մասնագիտություններից դա դպրոցի գնահատականների հիման վրա է իրականացվում, այս էլ հարցը ճիշտ է թե չէ, բայց ամեն
դեպքում քանի այդպես է իրականացվում, մենք արդեն հնարավորություն ենք ունենում այս մարդուն, այս երեխային կոնկրետ դիմորդին մի քիչ ի վերջո խորհրդի մակարդակից չես կարող ասել, չես կարող ստիպել այդ ամեն ինչն անել։ Բայց ինչ որ առումով այո, մի խումբ կա, որին մենք ինքներս ենք ուղղորդում ասելով, որ այստեղ կարծես թե դու ավելի շնորհքով կամ այս մասնագիտությունը քոնը չի, ավելի լավ արի այս մյուսի մեջ ընտրի։ Պարոն Սանթրոսյան, ես առաջարկում եմ այս բանի մի փոքր դադար տանք, լսենք նաև ուսանողներին, երեխաներին, տեսնենք թե նրանք ինչ են կարծում այս մասին եւ ինչպես են ընտրում մասնագիտությունը։ 9-րդ դասարանում դեռ փոքր էինք, չէինք հասկանում որտեղ ինչ մասնագիտություն ենք մեր համար ուզում ապագայում։ Մանկուց սիրել եմ օֆիսային աշխատանքը փաստաթղթերի հետ, ու նաև լեզուներն եմ շատ սիրում, որ ծնողներս էլ խորհուրդ տվեցին, ինքս չհրաժարվեցի եւ ստացվեց, որ համին ցանկությամբ եղավ համել ծնողներիս։ Եթե հարմար աշխատանք լինի, իհարկե շատ կցանկանամ այստեղ մնալ, որովհետեւ ինձ մի տեսակ այլ երկրում չեմ կարողանում պատկերացնել, բայց եթե հնարավորություն լինի արտերկիր գնալու ու որ իմանամ ապագա այնտեղ ավելի լավ կարող եմ կառուցել, ինձ թվում է կդիմեմ ռիսկի։ Գործավարության հետ այդքան էլ սեր չունեմ, բայց արդեն 4 տարի սովորելով հասկացա, որ դա էլ է իմ ճյուղը։ Ապագաս պատկերացնում եմ դրսում, ուզում եմ մտանալ թարգմանության մեջ եւ աշխատել արդեն դրսում։ Կարող եմ ասել, որ 9-րդ դասարանից դուրս գալով այդքան էլ չէի գիտակցում ուր եմ գալիս, բայց այստեղ գալով ես հասկացա, որ ես գտնվում եմ այն ոլորտում, որը որ ինձ պետք է։ Սիրում եմ շատ զբոսաշրջությունը, ինքը սիրում եմ ճանապարհորդել, գիտելիքներին տիրապետելով արդեն ուրիշ աչքով ես նայում, ավելի մասնագիտորեն։ Ծնողներս շատ են սիրում այս բաժինը, գալով համոզվեցի, որ չեմ սխալվել։ Ընդհանրապես կան պլաններ արտերկրի, սակայն գնալով մեծանալով համոզվում եմ, որ յուրաքանչյուր սպարտավոր ենք մնալ այստեղ ու ինչ որ ճյուղ մենք ինքներս այստեղ զարգացնենք մնալով։ Ի սկզբանե, երբ նոր էի դպրոց գնում, ես կարծում էի, թե բժշկական համալսարան եմ գնալու, ընդունվելու սովորելու, բայց երբ որ արդեն մեծացա, հասկացա, որ տնտեսագիտական առարկաները ուղղակի իմը չեն, հումանիտար ոլորտում փորձեցի զարգանալ եւ հետաքրքրություններս գտնել եւ երբ արդեն իմ ընտանիքի անդամները դուր կազմակերպություններ ունեն գործակալություններ, ես հասկացա, որ գալով այստեղ հենց պետք է ընտրեմ туриզմ բաժինը, կունենաս որ դիպլոմ հավաստագիր թե չես ունենալ, գիտելիքը շատ մեծ դեր է խաղում, բայց դիպլոմն էլ է կարևոր, քանի որ հենց մեր երկրում, եթե ուզում ես առաջ գնալ, եթե ուզում ես ինչ-որ հաջողությունների հասնել, իհարկե դիպլոմին ուշադրություն են դարձնում թերևս բոլորը։ Լսեցինք ռեպորտաժը եւ հասկացանք, որ երեխաների մեծ մասը հենց այդպես էլ ծնողների ուղղորդմամբ է ընտրում իր մասնագիտությունը։ Ասում են, որ մարդը պետք է նաեւ սիրի իր մասնագիտությունը, որպեսզի հաջողակ լինի։ Այս կոնֆլիկտը ինչպես հաղթահարել։ Հայրերի եւ ворցիների կոնֆլիկտը դարերով հնարավոր չի եղել հաղթահարել, հատկապես հայկական ընտանիքներում մենք ծնողներս, ես էլ 3 երեխաների հայր եմ եւ ինչ որ առումով այո մենք ազդեցություն ենք ունենում, նույնիսկ ընտանիքներ կան, որտեղ ստիպողաբար է այդ ամեն ինչն արվում։ Բնականաբար սա ասել, որ ճիշտ է, չէ, բայց իմ կարծիքով ամեն դեպքում լուծումը հետեւյալն է. լսել ծնողների, մեծերի խորհուրդը եւ ինքնուրույն որոշում կայացնել։ Փոխվել են մոտեցումները։ Համակարգին մոտ մարդիկ, իհարկե այն հարցազրույցի մեջի աղջնակները հիմնականում ասում էին, որ մանկուց երազել են դառնալ այդ ընտրել են այդ օֆիսային աշխատող, որը մի քիչ դժվար է պատկերացնել, իհարկե, բայց հիմնականում ծնողներն էին խորհուրդ տվել։ Գիտեք, գուցե թե հարցազրույցային մակարդակի պատասխաններ են դրանք։ Չեմ կարող ասել, որ իրանք լրիվ անկեղծ են եղել, բայց երեխաների կողմից ընտրված գալիս են տվյալ մասնագիտությունը սովորել։ Եթե փորձենք հետևություն անել ըստ ձեր այս մի քանի տարվա փորձի, ավելի շատացել են երեխաները, ովքեր իրենք են ընտրում մասնագիտություն, թե նրանք ում ուղղորդել են ծնողները։ Եթե վերջին 10 տարիների մասին խոսենք, կարող եմ ասել առաջինը։ Նախ պետության մոտեցումն է փոխվել նախնական արհեստագործական միջին մասնագիտական կրթության մասին։ Այսինքն սրանից 10 տարի առաջ քոլեջ կամ ուսումնարան գնալը դա ամոթ բան էր, այսպես ասեմ, գրեթե ամոթ բան էր։ Այն հաստատությունը, որ ես ընդունեցի 10 տարի առաջ, ընդհանրապես ուներ 60 աշակերտ։ Ես հիմա ունեմ 500 ուսանող։ Սա մեկ։ Երկրորդը փոխվել է հենց հասարակության մոտեցումը, մասնագիտական, միջին մասնագիտական եւ արհեստագործական կրթությանը, որովհետեւ վերջապես մարդիկ հասկացել են, որ ավելորդ պետք չի համատարած բուհական կրթության ձգտել, այնքանավոր 6.5-ի շեմեն իջեցնում, անգամ 7.5-ի շեմեն իջեցնում ընդունելությունն իրականացնելու համար բուհերում եւ այլն, այլ դրա փոխարեն կարելի է սովորել որևէ լավ արհեստ, միջին կարգի մասնագետ դառնալ եւ ունենալ եւ գնալ աշխատելու։ Բնավ պարտադիր չի ունենալ բարձրագույն կրթություն եւ գնալ աշխատելու որևէ տաքսի սերվիզում որպես վարորդ։ Դրա համար կան հաստատություններ, որոնք վարորդներ են սովորեցնում։ Մարդկանց գիտակցության մեջ մտել է այն հանգամանքը, որ այսօր կան մասնագիտություններ ոչ բուհական, որի դեպքում իրենց երեխաները սովորելով կարող են կառուցել իրենց ապագան։
հեռանկար ունենան իրենց ոլորտում ու նաև հաշվի են առնում այսօր ծնողները իրենց երեխաների կրթական մակարդակը։ Մենք անդադ խոսում ենք միջին խավի չկայացման մասին, իսկ դրա պատճառներից մեկն էլ հենց կրթության խնդիրն է, որովհետև մենք միջին խավի մասնագետներ չենք պատրաստել տարիներ շարունակ, դպրոցից հետո միանգամից բուհ են, իսկ ամբողջ աշխարհում հարաբերակցությունը հակառակն է։ Բայց ավարտելուց հետո ինչ են աշխատում է տեղական չի։ Ես նույնիսկ ավելին կասեմ, Հայաստանի Հանրապետությունում աշխատատեղի խնդիր չկա։ Կարող է զարմանալի թվա, աշխատավարձի խնդիր կա։ Թե չէ աշխատանք բոլորն են առաջարկում, բայց աշխատավարձը չի բավարարում մարդկանց։ Պարոն Սանթրոսյան, այս պայն առաջարկում եմ եւս մի փոքր դադար եւ լսենք ռեպորտաժը, որից հետո կշարունակենք զրույցը։ Կառավարությունը տնտեսության զարգացման համար մի քանի ոլորտներ հայտարարել է գերակայություններ, այդ թվում նաև տուրիզմը։ Երևանի պետական հումանիտար քոլեջի տնօրեն Սերգեյ Սարգսյանը դրանով է պայմանավորում քոլեջում տուրիզմի ֆակուլտետի առկայությունը։ Տնօրենը վստահեցնում է, որ իրենց շրջանավարտները կարողանում են աշխատանք գտնել մասնագիտությամբ, իսկ ոմանք էլ ուսումը շարունակում են բուհերում։ Մի մասը աշխատում են ավարտելուց հետո, մյուս մասը շարունակում իր ուսուցումը երկրորդ կուրսում տարբեր բուհերում։ Դա բավականին բարձր մաս է կազմում, նմանավանդ իրենք, որ սովորում են հեռակային սովորում, ցերեկը աշխատում են ապանում։ Եվ որ ռեստորանը մտնեք, ռեստորաններում են աշխատում, բարերում են աշխատում, հյուրանոցներում են աշխատում, այս այն ոլորտն է, բավական մեծ ոլորտ է, որտեղ աշխատատեղեր կան։ Ունենք բաժին, որը զբաղվում է այդ մարքեթինգով եւ բնականաբար այն ուղղությունները, որ մենք երբ որ ուղարկում ենք պրակտիկայի սովորելու, արդեն տեղերում մեր երեխաներին ընտրում են։ 149-րդ ավագ դպրոցի ուսումնական գծի փոխտնօրեն Գյուլնարա Զարգարյանն էլ հավելում է, որ ավագ դպրոցները նույնպես կողմնորոշում են աշակերտներին մասնագիտության ընտրության հարցում, սակայն երբեմն դժվար է լինում համոզել դեռահասին փոխել որոշումը։ Այն աշակերտները, որոնց հետ աշխատելով մենք զգում ենք, որ մասնագիտությունը սխալ է ընտրել, իր կարողություններն ու հնարավորությունները ավելին են կամ ավելի պակաս են այդ մասնագիտության համար, իհարկե դպրոցը, պարապող ուսուցիչները, բոլորս փորձում ենք նրան կողմնորոշել եւ ճիշտ ճանապարհին կանգնեցնել։ Հաճախակի զրույցի ժամանակ ես երեխաներին ասում եմ, աշխատեք ընտրել այնպիսի մասնագիտություն, որ երբ որ դիպլոմ ստանաք, դուք լինեք ոչ թե դիպլոմով գործազուրկ, այլ ունենաք ձեր աշխատանքը։ Այսօրվա սերնդի հետ աշխատել, նրան մի բան հասկացնելը շատ դժվար է։ Եվ ծնողները, եւ ուսուցիչները դրանից շատ են նեղսրտում, որտեղ աշակերտները, երեխաները, այս դեռահասները, նրանք մի քիչ դժվար են հրաժարվում իրենց խոսքից, իրենց ուզածից։ Սերգեյ Սարգսյանը վստահեցնում է, որ տեղական մարմինների աշխատակազմում զգալի է հումանիտար քոլեջն ավարտածների թիվը։ Բացի այդ, քոլեջն ավարտածները տիրապետում են երեկոտա լեզվի։ Ինչպես են կարողանում միջին մասնագիտական կրթություն ունեցողները մրցել բարձրագույն դիպլոմ ունեցողների հետ։ Տնօրենը նշում է, որ ունեն պայմանագրեր 200-ից ավելի կազմակերպությունների հետ, որտեղ կարող են պրակտիկա անցնել ուսանողները։ Մեր երեխաները ավարտելուց հետո ընդունում են գերատեսչություններում, անցնում են քաղաքծառայություն, շարունակում են իրենց աշխատանքները, իսկ ընդհանրապես թաղապետարանում, քաղաքապետարանում եւ այլն։ Այդ շուկան մենք նորից եւ նորից մեր ծառայությունն է դրանով զբաղվում, որը պրակտիկաների տեսքերով էլի մենք ուղարկում ենք այդ գերատեսչություններ մեր երեխաների։ Ստանում ենք այդտեղ պահանջարկներ, մենք արդեն գիտենք որտեղ ինչ է կատարվում։ Նախադպրոցական կրթություն։ Դե ամբողջ մանկապարտեզներով մենք բոլորի հետ կապեր ունենք։ Աշխատանք փնտրողների 30%-ը երիտասարդներ են եւ սահմանափակ է աշխատանքի շուկան։ Ուսուցչուհի Գյուլնարա Զարգարյանը նշում է, որ երիտասարդների մեծամասնությունը ընտրում է այնպիսի մասնագիտություն, որի պարագայում լճացած է աշխատաշուկան։ Նաեւ քոլեջները գայթակղիչ են, որովհետեւ երեխաները ձգտում են շատ արագ մեծանալ։ Հիմա մեր երկրում դժվար է, լճացում կա, չէ՞, մասնագիտության լճացում կա։ Բայց չգիտես ինչու, այսօրվա սերունդը, եթե մենք ունենք 150 շրջանավարտ, առնվազն 120-ը իրավաբան, միջազգային հարաբերություններ, այդ մասնագիտություններն են ընտրում, իսկ բժիշկ, ծրագրավորող, ինժեներ, դրանք դեռևս այդ մասնագիտությունները հաղթահարված չեն։ Կարծես թե աշակերտները խուսափում են։
Գուցե դա նրա հետ է կապված, որ բնագիտական առարկաներ այսօրվա երեխաները ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն չեն սիրում սովորել։ Այսօրվա քոլեջները կամ վարժարանները ծնողներին ավելի հոգեհարազատ են։ Ինչու՞։ Որովհետև եթե զրուցում եմ ծնողների հետ, ծնողները ասում են, որ ավելի լավ է մեր երեխան գնա վարժարան կամ քոլեջ, որտեղ այնտեղ միանգամից մասնագիտություն է ձեռք բերում։ Երեխաներն էլ հրապուրում վարժարանը, երեխաներն էլ հրապուրում քոլեջը, ինչու՞։ Որովհետև քոլեջներում այսօրվա երեխան շատ է սիրում շուտ մեծանա։ Նրա նպատակը շուտ մեծանալն է։ Եվ այդ վարժարաններն ու քոլեջները նրան այդ հնարավորությունը տալիս են։ Ես առավոտյան երբ գործ եմ գալիս, ինձ հետ քայլում են եւ մեր դպրոցի աշակերտները եւ քոլեջը։ Նրանցից ամեն մեկը մի օրիորդներ են, որ նույն տարիքի են։ Բոլորը հակած, կապած, օրիորդներ, դիմահարդարված, շպարով եւ այլն եւ այլն։ Իսկ մեր երեխաները դպրոցի աղջիկների մասն եմ ասում թեկուզ, համեստ աշակերտական հակու կապով, պայուսակներով աշակերտական։ Դե ես կարծում եմ պատճառներից եւ ազդեցիկ պատճառներից մեկը հենց դա է, որ այսօր երեխաների մեծ մասը ձգտում են վարժարաններ, քոլեջներ։ Պատճառը նա է, որ ուզում են շատ արագ մեծանան։ Երևանի պետական հումանիտար քոլեջի տնօրենի խոսքով էլ շրջանավարտների 15-ից 20%-ին է հաջողվում գտնել աշխատանք, զգալի մասը մնում է գործատուի ռեզերվում։ Ժամանակին համահունչ հին մասնագիտությունները զիջում են իրենց տեղը, բացում են նոր ֆակուլտետներ, որը պարտադրում է շուկայի պահանջարկը։ Նոր մասնագիտություն է այս տարվան բանկային գործ։ Բավականին հրապուրիչ էր, ես ճիշտ չէ սպասում, այսքան դիմորդ ունենանք։ Ապահովագրական գործ։ Դա մեր մոտ հանրապետություն ընդհանրապես դա նորություն է եւ եկեք խոստովանենք, այնքան էլ լավ չաշխատում այդ ոլորտը։ Օրինակ արխիվ ունենք, թարգմանություն եւ արխիվավարություն, որը այսօրվա օրով պահանջարկ չունի ընդհանրապես։ Ու դիմորդներ չունենք արխիվ։ Բացի դրանից արխիվում կին աշխատողներ են բոլորը եւ այս երեխաների ավարտելությունը տեղ չեն կարող գտնել։ Դες աշխատաշուկա չկա, չնայած շատ լավ մասնագիտություն է։ Իսկ այնօր ով էլ ավարտել է արխիվը, կամաց գնում են ուրիշ երկրներ, որտեղ այնտեղ իրենց գիտելիքներ կարող են օգտագործել։ Միջին մասնագիտական կրթական հաստատությունները շուկային տալիս են որակյալ կողմնորոշված կադրեր, նաև լուծում է սոցիալապես անապահով խավի կրթության խնդիրը։ Շատերը չեն կարող ուսման վարձի պատճառով սովորել բուհերում, քոլեջը հնարավորություն է տալիս մարդուն գտնել աշխատանք եւ միաժամանակ աշխատելով ստանալ հեռակա բարձրագույն կրթություն։ Մենք կրկին վերադարձանք տաղավար, լսեցինք ռեպորտաժը պարոն Սանթրոսյան, մասնագիտական կողմնորոշման համար, ով պետք է տրամադրի համակարգված տեղեկություն աշխատաշուկայի վիճակի եւ զարգացման միտումների մասին։ Ընդհանրապես ձեզ որպես ուղեցույց տրվում է տեղեկություն մասնագիտության եւ աշխատաշուկայի պահանջարկի մասին, ինչպես եք դա կարողանում իմանալ։ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության կազմում գոյություն ունի մասնագիտական կողմնորոշման կենտրոն, հենց նրանք էլ զբաղվում են այդ հարցով, այսինքն ասել, որ մեզ տրամադրում են այդ տեղեկատվությունը, չէ, բայց ինչպես առաջանում օրինակ մասնագիտությունների համար տեղերի հատկացումը քոլեջներ ուսումնարաններին։ Կրթության եւ սոցիալ նախարարությունների համատեղ այդ ուսումնասիրության արդյունքում կարծես թե ուսումնասիրվում աշխատաշուկան ու որոշվում է եւ ստանում են այն պատկերը, որի հիման վրա որոշում են, որ այս տարի անհրաժեշտ է իջեցնել ուսումնական հաստատություններին տվյալ մասնագիտության պես տեղ եւ այլն եւ այլն։ Ես կուզեի անդրադառնալ ռեպորտաժի մեջ հնչած մի քանի տեսակետներին, եթե դեմ չեք։ Ես կարծում եմ, որ մարդիկ գալիս են կոնկրետ մասնագիտություն ստանալու եւ այդ մասնագիտությամբ աշխատելու։ Անցած տարվա իմ 170 շրջանավարտների ընդամենը 10%-ն է բուհում գնացել կրթությունը շարունակելու։ Մնացածը գնացել են աշխատաշուկա։ Գտել են աշխատանք։ Իմ ասած միջին խավի, միջին մասնագետի, որովհետեւ մենք չենք պատրաստում իրավաբաններ, մենք պատրաստում ենք միջին կարգի մենեջերներ, որոնք աշխատում են սուպերմարկետներում եւ այլն, խոհարարներ, որոնք աշխատում են տարբեր հյուրանոցային համալիրներում, ռեստորաններում, ոսկեդիչներ, որոնք անձնական բիզնեսն են դնում կամ աշխատում են որևէ ոսկեչական արտադրամասերում։ Պարոն Սանթրոսյան, քանի որ մեր ժամանակն արդեն ավարտին է մոտենում, մի վերջին հարցը։ Մեր իրականության մեջ կրթությունն ու աշխատանքը որքանով են փոխկապակցված իրար հետ, ընդհանրապես կապ ունեն թե ոչ։ Ընդհանրապես կրթությունը եւ մասնագիտությունը իրար հետ ոչ թե փոխկապակցված են, իրար շարունակող բաղկացուցիչներն են։ Եթե դու ստացել ես լավ կրթություն եւ դու որակյալ մասնագետ ես, այո, դու կգտնես աշխատանք, բայց գուցե թե այդ աշխատանքը չվարձատրվի այնքան, ինչքան որ դու համարում ես դրան արժանի ես։ Այսինքն չունենք աշխատանքի, կարծում եմ, խնդիր մենք ունենք աշխատավարձի խնդիր։ Այսօր լավ մասնագետը միշտ չի որ լավ է վարձատրվում։ Պարոն Սանթրոսյան, շնորհակալ եմ եւս մեկ անգամ մեր հրավերն ընդունելու համար, հետաքրքիր զրույցի համար, իհարկե հարցեր դեռ շատ կան քննարկելու այս թեմայի վերաբերյալ, բայց ժամանակը սուր է։ Ես նույնպես շնորհակալ եմ, կարծում եմ հետաքրքիր զրույց ստացվեց։ Ռադիո լսողները կորոշեն։
Մեր պատանիներին ու ընդհանրապես մասնագիտության հարցում չկողմնորոշված անձանց կրկին հիշեցնեմ, որ գիտակցված մասնագիտություն ընտրելը նշանակում է անձնային որակների եւ նախասիրությունների բացահայտում, տեղեկություն Հայաստանի աշխատաշուկայի ու կրթական համակարգի վերաբերյալ։ Ավարտվեց հարթակի հերթական թողարկումը։ Ինչպես միշտ մենք կհանդիպենք հաջորդ շաբաթ կրկին ժամը 13-ին Հանրային ռադիոյի եթերում։ Ձեզ հետաքրքրող հարցերը կարող եք գրել Հասարակական կարծիքի ուսումնասիրման կենտրոնի Facebook-յան մեջին։ Եվ հիշեք, մենք կարևորում ենք յուրաքանչյուրի կարծիքը։